Ուժեղ առաջարկ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարհել։ Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր սուջուղ։ Ուղիղ եթերում ուտել 42 պեռաշկի և 6 գծամետր սուջուղ, թե անսխալ գրել արհամարհել բառը։ Իր առանցքային մրցակիցներին նետված վարչապետ Փաշինյանի մարտահրավերը նոր զարգացումներ է ստանում։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի մտավոր և ֆիզիկական կարողությունները կասկածի տակ դնող վարչապետ Փաշինյանը այսօր ընդլայնել է նրանց ուղղված չելենջները։ Ուրիշ ինչից են ուժեղ։ Թե երեկ վարչապետը նրանց առաջարկում էր ուղիղ եթերում 30 ձգում անել և ասել, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը, ապա այսօր արդեն անցել է հայերենի ուղղագրությանը, առաջարկելով անսխալ գրել արհամարհել բառը։ Ընդ որում, Փաշինյանն այսօր ընդլայնել է նաև մրցույթի մասնակիցների ցանկը, ավելացնելով նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ Եթե 2 տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Առաջինն այսօր շտապել է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, Փաշինյանին առաջարկելով ուժերը փորձել ոչ թե ինտելեկտուալ կամ սպորտային ոլորտում, այլ սննդային մրցույթում, ուտելով մեծ քանակությամբ պեռաշկի և սուջուղ։ Եթե կարեցավ, ուրեմն ուժեղ է։ Ես հավատում եմ, որ կարա։ Իդեպ իր ընդդիմախոսներին արհամարհել բառը անսխալ գրելու առաջարկ արած Փաշինյանին մամուլն այսօր շտապեց հիշեցնել, որ ընդամենը 1 տարի առաջ հենց ինքն էր իր ֆեյսբուքյան էջում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր խոսքում այդ բառը սխալ գրել։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առեմ համարում։ Մտեք ուղիղ եթեր։ Ուժի ցուցադրություն առաջարկող Փաշինյանը Սամվել Կարապետյանին երեք ողջ օրվա ընթացքում համոզում էր Facebook-ով լայվ մտնել եւ ցույց տալ, թե այդ ինչով է նա ուժեղ։ Վարչապետը վստահեցնում էր տնային կալանքում գտնվող գործարարը չի պատժվի, եթե հրապարակային խոսի։ Սկզբում Փաշինյանը հղում էր անում պրոբացիոն ծառայությանը, ավելի ուշ արդեն Կարապետյանի գործը քննող քննիչին։ Վախենում են, քննիչը կարող է ջղայնանա եւ կարող է ականջները քաշի։ Իրականում ինչքան ես գիտեմ, քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս, մտեք ուղիղ եթեր, ուժեղ տղեկ, մի վախեցեք քննիչից։ Միլիարդատեր գործարարին ուղղված Փաշինյանի այս պնդումից րոպեներ անց քննչական կոմիտեն հայտարարեց, թե բավարարել է փաստաբանի մարտի 18-ի միջնորդությունը եւ թույլ է տալիս, որ Սամվել Կարապետյանը Facebook-ում տեսաուղերձ հրապարակի ուժեղ Հայաստան կուսակցության գործունեության, ծրագրերի եւ մոտեցումների վերաբերյալ։ Մինչեւ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես էր Փաշինյանը վստահ պնդում, թե քննիչը թույլ է տալիս եթեր մտնել, որտեղից վարչապետին այդ տեղեկությունը։ Արդյոք Փաշինյանի այդ հայտարարությունն է հիմք հանդիսացել, որ քննչականը թույլատրի գործարարին Facebook-ում հրապարակային հայտարարություններ անել։ Ընդ որում, եթե վարչապետը զարմանալիորեն տեղյակ էր քննիչի որոշումից, ապա Սամվել Կարապետյանի թիմը ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի բոլորովին անտեղյակ է եղել, որ իրենց միջնորդությունը բավարարվել է։ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից նորից արձանագրվեց, որ իբր նման սահմանափակում չկա, դա հերթական մանիպուլյացիան էր եւ հանրությանը մոլորեցնելու փորձը։ Քանի որ հենց այսօր այդ հայտարարությունից ժամեր անց քննչականը բավարարել է մեր միջնորդությունը։ Վարդևանյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի, ապա նաև քննչական կոմիտեի իրար հաջորդած հայտարարություններից են տեղեկացել քննիչի որոշման մասին։ Քննչական կոմիտեից սակայն պնդում են, թե պաշտպանը երեկվանից տեղյակ է, որ իրենց միջնորդությունը բավարարվել է, իսկ Facebook-ով Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձ հրապարակելու թույլտվության որոշումը առաքվել է։ Սիրելի հայրենակիցներ, դեռ սպասում ենք քննչականի որոշմանը Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը սակայն օրվա երկրորդ կեսին հայտարարեց, որ քննչականի որոշումը դեռ չեն ստացել։ Ամեն դեպքում ստանանք տեսնենք, բայց կարևոր մի արձանագրում այս ողջ ժամանակահատվածում ընդունվեց, փաստվեց, որ հերթական ստերը եւ մանիպուլյացիաներն էին տարածվում, քանի որ պրոբացիայի ծառայությունը չէր կարող նման թույլտվություն տալ եւ չէր էլ տվել, այլ քննչականը նոր տվել է։ Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Կարող է թողը մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում։
Իդեպ, թեև մինչև 3, ինչպես նաև դրանից առաջ վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե պրոբացիոն ծառայությունը թույլատրել է Սամվել Կարապետյանին հրապարակային խոսել, քննչական կոմիտեն 3 իր հայտարարությամբ ըստ էության հերքեց վարչապետի այդ պնդումը, հստակ արձանագրելով, որ մեղադրյալ Կարապետյանի տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում քաղաքացիներին դիմելու թույլտվության եւ դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է նախաքննական մարմնի տիրույթում, այսինքն միայն քննչական կոմիտեն է իրավասու թույլատրել Կարապետյանին հրապարակային հայտարարություն անել։